Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայկ Այվազյանը։ Բարև ձեզ, Հայկ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, երեք մի քանի ուշագրավ հայտարարություն արեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը։ Ես Արարատ Միրզոյանի հետ շատ եմ քննարկել Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ, դա անհնար է համատեղել ԵԱՏՄ-ի հետ, որովհետեւ Բրյուսելը ուզում է իր նորմատիվ ակտերը համապատասխանեցնել ՀՀ-ի հետ, որոնք ներառում են նաև հակառուսական պատժամիջոցների կիրառումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։ ԵՄ-ի հետ մերձեցումն առանց քերք չի մնա, այն 15 միլիոն եվրո է փոխանցվել Հայաստանին, դա հենց այդպես չի։ ԵՄ-ն ստիպելու է յուրաքանչյուր ցենտի դիմաց աշխատանքով փող հատուցել։ Մեջբերման ավարտ։ Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը եւ Նիկոլ Փաշինյանը չեն ժխտել, որ Լավրովի խոսքից նորից մեջբերում եմ անում, որ Ռուսաստանի Դաշնությունը հիբրիդային վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, կապված հայ առաքելական եկեղեցու հետ։ Դա մեզ համար անհասկանալի, ասել է Լավրովը։ Պետք է նշել, որ ԵՄ-ի հետ մերձեցումն առանց հետ չի մնա, քանի որ Եվրամիությունն է միշտ պնդում, որ Ռուսաստանից հիբրիդային վտանգներ են գեներացում, նրանք գումար են տալիս նման աշխատանքի համար։ Եվ եթե ԵՄ դիվանագիտական ղեկավար Կայա Կալասը բացահայտորեն խոստովանում է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ իրականացվի մոլդովական սցենար, ապա հայ հասարակությունը պիտի լրջորեն մտածի դրա շուրջ։ Եթե հիշում եք, մոլդովական սցենարով կոպտորեն խախտվել են երկրի նախագահական ընտրությունները, որի ժամանակ Մայա Սանդուի իշխող ուժը փաստացի պարտվել է, ստանալով ընդամենը 44% քվ եւ իր հաղթանակի մասին կարողացել է հայտարարել միայն կոպտորեն խախտումներ կատարելով Եվրոպայից 200-ից ավելի ընտրատեղամասերում, ասել է Լավրովը։ Խնդրեմ։ Դե առաջինը պետք է շեշտել հետեւյալը, որ ոչ մի ինքնիշխան պետություն, հատկապես եվրասիական տարածքում գտնվող, շահագրգռված չի Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ ունենալ, ընդհակառակը ցանկացած պետության շահերից է բխում այդ երկրի հետ լավ խորը հարաբերություններ ունենալը։ Հետևաբար, եթե որևէ պետություն ձգտում է այդ հարաբերությունները փչացնել, սրել, ուրեմն դա պայմանավորված է դրսի, այսինքն արևմուտքի ազդեցությամբ եւ ինքը կատարում է ըստ էության արևմտյան պատվեր Ռուսաստանի դեմ այդ պատերազմի ուրեմն շրջանակներում։ Այսինքն ոչ մի Իրան իր ինքնիշխանությունը հարգող պետություն նման քայլ չի դիմի։ Լավրովը այնտեղ մի քանի բան չասաց երևի, ուղղակի այդ ժամանակ քան խորանալու չկար, իրականում Եվրամիություն, երբ որ դու գնում ես, դու Եվրամիության գործունեության մասին պայմանագրով պարտավորվում ես մի շարք ոլորտներում որոշումների կայացման իրավունքը ազգային մակարդակից տեղափոխել, չէ, ոչ միայն համապատասխանեցնես, մի շարք ոլորտներում որոշումներ կայացնելու իրավունքը փոխանցում ես Բրյուսելին։ Այսինքն իրենք են այդ ոլորտներում, իրենք են որոշումները կայացնում, դու պետք է պարտավոր ես ենթարկվել։ Այլ չեմ ասում, որ այնտեղ չկա վետոյի իրավունք, օրինակ ԵԱՏՄ-ում կա, այսինքն առանց Հայաստանի ձայնի, կողմ ձայնի, ոչ մի որոշում այդտեղ չի ընդունվում։ Օրինակ արտաքին քաղաքականության հետ կապված որոշումները, ասենք 55% կողմ քվեարկեցին եւ 65% բնակչությունների տոկոսների գումարը, եթե 65%-ից ցածր չեղավ, որոշումը համարվում է ընդունված։ Այսինքն Հայաստանը ինչքան էլ ուզենա իրեն ցանկալի որոշումներ անցկացնել կամ ընդհակառակը ոչ ցանկալի որոշումները Եվրամիությունում արգելափակել, ինքը չի կարողանա։ Օրինակ Եվրամիության կայքում հատուկ այդպես կալկուլյատոր կա, այսպես ասած, կարող եք մտնել այնտեղ եւ ուղղակի խաղալ տեսնել մոտավորապես ընտրել երկիր, որը Հայաստանի բնակչության չափ բնակչություն ունի եւ ենթադրել, որ դա Հայաստանն է, եւ տեսեք ինչ պարագայում, ասենք, Հայաստանը կարող է որոշումների վրա ազդել։ Ոչ մի ձև չկա։ Նույնիսկ այնտեղ կետել կա, որ այսպես ասենք, այսպես կոչված բաշխված իրավասություն, երբ որ համ ԵՄ-ն կարող է, համ ազգային պետությունը, բայց դա ասում է այն դեպքում, երբ որ ԵՄ-ն այդ հարցը չի կարգավորում, դու կարող ես կարգավորել, ասենք, չգիտեմ, Երևանում զբոսայգիներում նստարանների գույները, եթե Բրյուսելը չի կարգավորում, դու կարող ես կարգավորել։ Եթե հենց ինքը վերցես կարգավորելու, վերջ, արդեն դու պարտավոր ես
Բրյուսելին ենթարկվել, այսինքն այստեղ ինքնիշխանության կորուստ կա, ու ես ավելին ասեմ, այսօրվա իշխանությունը, կառավարությունը, երբ որ նոր քրեական օրենսգիրքը ընդունեց եւ հոդվածներ մտցրեց ինքնիշխանության հետ կապված, ինքը նաեւ այդտեղ հիմնավորումներում տվեց ինքնիշխանության սահմանումը, ինչ է ինքնիշխանությունը ՀՀ կառավարության կողմից, ու ասեմ բավական լավ է տված։ Նու դա իշխանությունը չի արել, մասնագետ են այստեղ աշխատել եւ լավ է գրել, այսինքն ինչ է ինքնիշխանությունը, ու մոտավորապես որ սեփական գերակայությունն է երկրի ներսում որոշումներ ընդունելու։ Երբ որ դու, եթե երկու բառով ասեմ, եթե դու մտնում ես Եվրամիության կազմ, դու արդեն իսկ մի շարք կարևորագույն ոլորտներում որոշումների ընդունման իրավունքը տալիս ես Եվրամիությանը, վերջ։ Այսինքն դա ինքնիշխանության բացահայտ կորուստ է, որ թղթի վրա է գրված։ Որ ասում են Ռուսաստանը մեր ինքնիշխանությունը ուզում է խլել, չգիտեմ, Միութենական պետություն, եթե մտնենք ինքնիշխանությունը կկորցնենք եւ այլ եւ այլ, չեք գտնի հայ-ռուսական հարաբերություններում մի փաստաթուղթ կամ հապկում կամ ԵԱՏՄ-ում կամ նույն Միութենական պետությունում, որտեղ անդամ պետության իրավունքները ստորադասվում են որևէ մեկ այլ պետությանը, չկա նման, ուղղակի չկա, ինքնիշխանության հետ կապված զիջումներ այդ կառույցներում չկա։ Այնպես որ օդից հորինված բաներ են, դրա համար Լավրովը ճիշտ է ասում այդ առումով։ Այսինքն եթե գնում ենք Եվրամիություն, պարտավոր ենք ուրեմն ենթարկվել։ Իրականում Ռուսաստանը չի էլ բացառում մեր եւ կամ չի պահանջում, որ մենք Եվրամիության հետ ընդհանրապես համագործակցություն չունենանք։ Բայց երբ որ մենք գնում ենք Եվրամիություն, դրա մասին հայտարարում ենք, դա նշանակում է, որ մենք մտնում ենք Ռուսաստանի դեմ պատերազմի Եվրամիության ռազմավարության մեջ։ Հակառակ դեպքում մենք չենք գնա Եվրամիություն, եթե մենք իրոք ուզենայինք զարգացում ունենալ, ինքնիշխան լինել, չենք գնա Եվրամիություն, ասենք մենք ձեր խաղերի մեջ չկանք, բայց չենք էլ հրաժարվում ձեր հետ համագործակցելուց, օրինակի համար։ Այդ ձևերն կարելի է գտնել, ոնց անել, որ իրենց խաղերի մեջ չմտնել, իրենց քաղաքական, իրենց գործիքը չդառնալ, բայց համագործակցությունը պահել։ Բայց այս տեմպերով իհարկե լինելու է, որտեղ օրենսդրությունը փոխվելու է, սկսելու է հակասել ԵԱՏՄ օրենքներին, ԵԱՏՄ անդամ պետությունները սկսելու են այդ հարցը բարձրացնել, որտեղ իրենց շահերին է վնասելու եւ այսպես, այսինքն ինչքան կարող է Ռուսաստանը, ասենք, արտոնություն տալ, եթե մենք գնում ենք Եվրամիություն։ Իդեպ ինքը նույնը Ուկրաինայի հանդեպ էր ժամանակին անում, ասում էր, եթե ուզում եք գնաք ՆԱՏՕ մի գնացեք, բայց եթե ուզում եք գնաք Եվրամիություն գնացեք, բայց իմացեք, որ ապրանքների հարցում օրինակ արտոնություն չեք ստանալու։ Այսինքն մենք ստիպված ենք լինելու ձեր նկատմամբ կիրառել նույն մաքսային քաղաքականությունը, ինչ որ գազը ինչքանով է վաճառվելու։ Չէ, դե սովորաբար օրինակ Եվրոպայում որ գազը թանկացել էր, դա Ռուսաստանը չէր թանկացրել։ Ռուսաստանը Եվրոպայի հետ ունի երկարատև պայմանագրեր, որտեղ ֆիքսված գին կա, ասենք $300 ենթադրենք։ Բայց Եվրոպայում կան վերավաճառողներ, ովքեր այդ գազը ստանում են եւ վերավաճառում են, արդեն տալիս են, չգիտեմ, բնակչությանը կամ արտադրողներին։ Իրենք էին գները թանկացնում։ Ռուսական գազը իրականում վաճառվում է ֆիքսված երկարատև պայմանագրով, ֆիքսված գներով։ Ռուսաստանը չէր թանկացնում, Ռուսաստանը դրանից ոչ մի օգուտ չուներ։ Դա եվրոպացի սպեկուլյանտներն են թանկացնում եւ այդպես թանկ վաճառում։ Մի մասը իհարկե գնում էր մեծ մասը օֆշորներ եւ ենթադրում ԱՄՆ բյուջե։ ԱՄՆ-ն էր թարանում Եվրոպային ռուսական գազը գնելով, ասենք, չգիտեմ, $200-300 եւ հազարներով ծախելով։ Հիբրիդային պատերազմն ասում։ Հիբրիդային պատերազմը դա այդ իրենք 180 աստիճան շուր են տալիս։ Հիբրիդային պատերազմը դա արևմուտքի գործիքն է Ռուսաստանի դեմ պատերազմում։ Ինչու հիբրիդային, որովհետև ՆԱՏՕ-ն այսօր Ռուսաստանի դեմ պատերազմ է վարում իր սահմանների մոտ, ՆԱՏՕ-ն տեղեկատվական պատերազմ է վարում հետխորհրդային տարածքում եւ ոչ միայն Ռուսաստանի դեմ, դա է հիբրիդային պատերազմը։ Այսինքն Ռուսաստանը ոչ մի ձևով ոչ մեկի դեմ հիբրիդային պատերազմ չի վարում, ինքը առայժմ պաշտպանվում է։ Որ պետության դեմ է ինքը հիբրիդային պատերազմ վարում, ոչ մեկի։ Ըստ էության, այսինքն այդ ոչ միջամտություն է անում, ոչ մի ձև չի անում։ Ոչ, ասենք, ինչ որ պետական փողերով ինչ որ գործունեություն է ֆինանսավորում այլ երկրներում, ի տարբերություն ԱՄՆ-ի, որը USAID-ով բացահայտ միլիարդներ էր ուղղակի։ Հիմա Եվրոպան էլ է բացահայտ ասում 10 միլիոն փոխանցել է ընտրությունների համար եւ փոխանցելու է եւ միջամտելու է։ Դե գիտեք, եթե փոխանցել, օրինակ, փոխանցեին
չգիտեմ, ընտրության համար նոր սարքավորումներ ձեռք բերելու, որ արագ լինի ընտրությունները։ Չկներեք, նախկինում ոնց էր, ասում են, այս լրատվամիջոցներին, չգիտեմ ինչ, խոսքի ազատության, լուսաբանման համար եւ այլ հասարակական այս կազմակերպություն հիմա ինչ է արվում, ինչի համար է արվում։ Դե ասում, եթե փոխանցեին դրա համար, այսինքն նոր սարքավորումներ ձեռք բերելու, ընտրությունները արագ անցկացնելու եւ այլ, կասեն լավ, կարող է եւ օգուտ է, բայց իրենք տալիս են նախ առաջինը իրենք միջամտում են, ինչի, որովհետեւ երբ որ իրենք ասում են ռուսական միջամտության դեմ, նշանակում է իրենք արդեն բնակչության ընտրողներին ուղղորդում են։ Ասում են վաղը մյուս օր ընտրությունները որ լինի, կգնաք քվեարկեք այն ուժերի օգտին, որոնք Ռուսաստանի դեմ են։ Իրենք արդեն ազդում են, դա միջամտություն է։ Ազդել ընտրողների ընտրության իրավունքի վրա, որ վաղը մյուս օր ընտրողը ասի դե լավ, հիշի այդ բառերը կամ այդ քարոզը, որ անդադ տարվում է եւ համապատասխան ընտրություն կատարի։ Նույնը ոնց որ Լավրովը վեր կենա, ասի գիտեք ինչ, չգիտեմ, որ գնաք, ասենք, հանրապետություն կուսակցությանը չքվեարկեք կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հանգարց չքվեարկեք։ Նույն մոտավորապես նույն բանն է։ Հետեւաբար դա ուղիղ միջամտություն է։ Պլյուս դրանով բնականաբար քարոզչական այն միֆն են ուռճացնում, որ Հայաստանում կա ինչ-որ ռուսական միջամտություն, ռուսական գործակալական ցանց է, ես չգիտեմ, չեմ տեսել այդ ռուսական գործակալության ցանցի գործունեությունը Հայաստանում, դրա ոչ էլ էֆեկտիվությունն եմ տեսնում։ Չգիտեմ որտեղ է, կարող է տաներում նստած քնած են, ուղղակի ոչ մի բանով չեն զբաղվում, եթե կա, բայց ես կարծում եմ չկա։ Որպես ցանց այդպեսին չկա, ի տարբերություն, ասենք Արևմուտքի, որը ուներ եւ ունի տասնյակ հարյուրավոր հականեր, որոնք եւ ԶԼՄ-ներ, որոնք ֆինանսավորվում են դրսի փողերով, շարունակում են հիմա առաջ Սորոսից են, հիմա Եվրամիությունից են կամ այլ կառույցներից ֆինանսավորում եւ իրենք ազդում են քաղաքական օրակարգի վրա, հասարակական կարծիքի, մարդկանց կարծիքի վրա ազդում են ուղղակիորեն։ Դա նշանակում է միջամտություն։ Եթե դուք այդ ԶԼՄ-ներին նայեք, այդ YouTube-յան ալիքներին, տեսնեք որտեղից են ֆինանսավորվում, գտնեք հետք արևմտյան կոնկրետ ֆոնդերի, դա ուղղակի միջամտություն է։ Այսինքն եթե բողոքի նոտա կա հղելու, իրենց պետք է արևմտյան դեսպաններին պետք է կանչեն հղեն, ասեն ձեր ֆոնդերը մեր երկրում ֆինանսավորում են ՀԿ-ների, ԶԼՄ-ների, որոնք հակառուսական քարոզ են տանում։ Բայց եթե դու ասում ես ես ինքնիշխան եմ, ես բոլորի հետ ուզում եմ լավ լինել, ուրեմն պետք է ասեն մեր տարածքում հակառուսական քարոզ մի վարեք։ Մենք չենք թողում, որ Ռուսաստանը գա հակարևմտյան քարոզ վարի, բայց դուք էլ հակառուսական մի վարեք։ Բայց տեսնում ենք, որ չկա, չէ՞ այդ։ Այսինքն հակառուսականը կարելի է H1-ով վարել օրինակի համար, բայց հակարևմտյանը չի կարելի։ Ուրեմն դա միակողմանի քաղաքականություն է։ Հակաթուրքականը հատկապես։ Դե մանավանդ ընդհանրապես ադրբեջանականը։ Չէ, եթե իրենք ասում են մենք բալանսավորված բոլորին հետ լավ, ուրեմն հակա ոչ մի բան չպետք է լինի։ Այդ թվում նաև հակառուսական։ Միգուցե այդ դեպքում Ռուսաստանն ասի լավ, դուք ձեր, այսպես ասենք, այդ ինքնիշխան իրավունքը, այսպես ասենք, պահում եք, չեք թողում ոչ հակաարևմտյան, ոչ հակաթուրքական, ոչ էլ հակառուսական լինի։ Բայց հակա ոչ մի բան չկա, բացի ռուսականից։ Դա պարզ չի, որ դա պատվեր է, քաղաքական պատվեր է։ Ու դա արվում է արևմտյան պետությունների կողմից։ Հիշում եք, թե ինչ աղմուկ բարձրացեց իշխանությունը եւ իշխանության արբանյակները, ԿՊ-ական արբանյակները, երբ որ Գյումրու ընտրված վարչապետ, իդեպ, երբ որ դուք ասում եք, որ Նիկոլը չգիտեմ ինչքան ձայն է ստացել որ թվականին, չեք մոռանում, որ Գյումրու քաղաքապետ է ընտրվել, ժողովրդի կողմից ընտրված է Վարդան Ղուկասյանը եւ Վարդան Ղուկասյանը այսօր նաև իր քաղաքական հայացքների համար եւ նրա համար, որ տապալել է Նիկոլին եւ ԿՊ-ին Գյումրիում, զուտ դրա համար ինքը փակված է։ Եվ նաև նմանատիպ Մարիամ, եւ նաև նմանատիպ հայտարարությունների համար, որ Վարդան Ղուկասյանը հիշում եք, որ ասեց, որ ես այո պիտի ռուսական բազաները մնան, եթե ռուսական բազաները գնան Թուրքիան այստեղից մտնեն մի ժամում չգիտեմ ինչ կանեն եւ բացի դրանից, այսինքն իր դիրքորոշումը թերևս այն բացառիկ գործիչներից է մեր իրականության մեջ, որ այդ իմաստով շատ հստակ է իր դիրքորոշումը արտահայտել։ Մենք շատ հաճախ չէ մեղադրում ենք, ասում ենք, տեսեք, պիտի կողմնորոշվեն, չէ, հիմա աշխարհը այսպես բաժանվում է, պիտի կողմնորոշվեն այս կամ այն կողմը, Վարդան Ղուկասյանի համար էսի կողմնորոշելու հարց չկա, ինքը եւ հիմնավորել է ինչու է ասում եւ ինչու է մեզ պետք որ այդ բազաները մնան եւ ավելին ինքը խոսել է նաեւ Ռուսաստան, Բելարուս, Հայաստան այդ
միութենական այդ բանի մասին եւ դրանից հետո հատկապես մեծ աղմուկ բարձրացավ ուշագրավ է որ սրա հետ կապված նաեւ հարց ուղեցին գիտեք որ Վարդան Ղուկասյանը առողջական լուրջ խնդիրներ ունի միջև բանտել հիմա շատերը այսպես չարախնդում են ասում են հա ով որ բանտվում է ինչ որ հիվանդ է չգիտեմ էսեն մինչ այդ էլ ինքը հայտնի էր որ լուրջ խնդիրներ ունի եւ բայց եթե մարդուն պահես այդպիսի սարսափելի պայմանների մեջ բարես բուն իմաստով խոշտանգես մարդուն եւ թույլ չտաս որ բժշկական միջամտություն լինի ավելին ինքը երկար ժամանակ ընդունում է դիաբետի դեմ ինչ որ դեղամիջոց ամենուրա որ չբարձրանա հիմա իրենք տանում են այնտեղ դա չեն օգտագործում ասելով որ դա գրանցված չի ինչ որ ուրիշ բաներ են վերջը այսինքն բարես բուն իմաստով Վարդան Ղուկասյանին խոշտանգում են սա մի կողմից մյուս վերջը այս հարցը բարձրացել է այնքանով էր հետաքրքիր այս հարցը հաղել Ռուսաստանի Դաշնության արտգործ նախարարին որովհետեւ ասում են որ նաև տեսակետ կա որ հենց դրա համար այս հայտարարության համար է Վարդան Ղուկասյանին փակել որ ինքը խոսում է Ռուսաստան Բելարուս Հայաստան այս միության մասին պատասխանել է այս հարցին ասել է Գյումրի համայնքապետ Վարդան Ղուկասյանին քաղաքական հայացքների համար են ձերբակալել ասել է Սերգեյ Լավրովը հիշեցնելով թե Վարդան Ղուկասյանը ինչ է ասել խնդրեմ դե ես ինչքան հիշում եմ քննչական մարմինները մեկնաբանեցին այդ հարցը ասին մենք իր հայտարարություններում տեսել ենք Հայաստանի ինքնիշխանության դեմ ինչ որ Իմիջիալից հետո մեկ օր հետո նորից խոսեց Վարդան Ղուկասյան ասեց թե ինչու Եվրամիության ինտեգրելու մասին խոսում եք որևէ մեկը դրա համար չի քարկոծվում բայց երբ որ խոսում եք իմ կարծիքն է սա եմ ուզում մի անգամից այսպեսի հարցակում սկսեց եւ այո նա ինքնիշ Հայաստանի ինքնիշխանության դեմ է պետության դեմ է եւ այլն եւ այլն Չէ նայեք ինչպես ասի այսօրվա կառավարությունը ԿՊ-ն տվել է ինքնիշխանության պաշտոնական սահմանումը կա որը ված սահմանում չի լավ է այսինքն դա ԿՊ-ն չի տվել մասնագետը նստել աշխատել է միջազգային իրավունքի երևի մասնագետ է եղել նստել աշխատել է բայց կառավարության հիմնավորման մեջ է տրված հիմա Հայաստանի մուտքը այս կամ այն միության կազմ ինքնին չի նշանակում ինքնիշխանության կորուստ բուն մտնելու փաստը ինքնիշխանության կորուստ չի կախված թե ինչ պայմաններով ես մտնում, այսինքն ինչ պարտավորություններ ես քո վրա վերցնում։ Մտնելու ինչի տակ է ստորագրում։ Հիմա միութենական պետությունը այնտեղ քաղաքական մարմիններ չկա, ընդհանուր պարլամենտ չկա, ինչ որ ընդհանուր կառավարություն չկա, որոնք ընդհանուր որոշումներ են կայացնում։ Ինքը ավելի շուտ երկու պետության միջև ավելի խորը համագործակցության ձևաչափ է։ Այո։ Դա ինչ որ որոշում կայացնող մարմիններ չկան, որ մի հատ էլ ասես ինքնիշխանության կողմ։ Դա հերիք չի, բայց չկա մի փաստաթուղթ միութենական պետության, որով անդամ պետությունը պարտավորվում է սեփական ինքնիշխանությունը սահմանափակել։ Այսինքն դու պետք է գերավոր պարտավորություն վերցնես սահմանափակելու։ Եթե չկա այդ սահմանափակումը, ուրեմն ինքնիշխանության կորուստել չկա։ Եվրամիությունում կա, Եվրամիության գործունեության մասին պայմանագրով նշված է, որ դու ոլորտներն են նշված, որ ոլորտներում ես դու քո ինքնիշխանությունը սահմանափակում տալիս Բրյուսելին։ Հիմա ցանկացած քննչական մարմին, երբ որ ուզում է հիմնավորել, որ այս կամ այն հայտարարությունը ինքնիշխանության դեմ է թե չէ, ինքը պետք է վերցնի կառավարության հիմնավորումը եւ ապացուցի, որ տվյալ միության կազմ մտնելիս քո պարտավորությունները հակասում են կառավարության տված այդ ինքնիշխանության սահմանմանը։ Եվրամիության մտնելը ոչ թե հակասում է, դա ուղիղ գրած է, հոդվածներ կան։ Ասում է, այս ոլորտներում էքսկլյուզիվ իրավասությունը փոխանցում ես Եվրամիությանը, Բրյուսելին։ Դրանից ելնելով էլ ուղիղ տեքստով գրած է, որ ինքնիշխանության կորուստ է ունենում։ Ուրեմն դե այդ պարագայում հիմա ինքը ուղիղ հակասում է, ուրեմն տասնյակ մարդիկ պետք է քրեական գործերով հիմա անցնեին։ Միութենական պետությունում չկա։ Այլ հարց մեզ սպասում են այնտեղ միութենական պետություն չեն սպասում, ուզում ենք, չենք ուզում։ Դա բոլորովին այլ հարց է։ Դա մասը չենք խոսում, դա չէր քննարկում ոչ միտեղ։ Բայց ինքնին մուտքը չի ինքնիշխանության կորուստ չի, որովհետև ոչ մի բան չկա փաստաթղթերում։ Նույն ԵԱՏՄ հապ կվերցրեք։ Դու կարծում եք պատահական է, որ այս հարցը հնչեց, ես նրան անդրադարձավ Լավրովը։
Չէ, պատահական չի, իհարկե։ Ինչ է Ռուսաստանին ուզում ասել եւ այս հարցը եւ նաեւ հիբրիդային պատերազմի սա կոնկրետ ինչ է, չգիտեմ։ Դե մոլդովական ուղված եւ նաեւ մոլդովական սցենարի հետ կապված սա կոնկրետ բաներ ուղված Նիկոլին այսօրվա իշխանություններին ինչի մասն է խոսքը։ Դինամիկան Այն որ մենք տեսնում ենք, հասկանում ենք, բարձ այնտեղ եսի ինչ առանձնապես ոչ խելք, ոչ էլ դիտողականություն է պետք որ հասկանան թե ինչ է Հայաստանի ներսում կատարվում։ Նման հայտարարություն ինչ է ենթադրում։ Հիբրիդային պատերազմի հետ կապված եւ նաեւ Վարդան Ղուկասյանի անունը առանձնացնելով որ իրադարձությունների դինամիկան տանում է այն կողմ որ Հայաստանում եւս շուտով սկսելու են այն նույն հակառուսական գործընթացները ավելի խորը որոնք եղել են Ուկրաինայում եւ Մոլդովայում այսինքն Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու եւ խորացնելու կողմնակիցների հանդեպ սկսելու են հետապնդումներ։ Այդպես է։ Պետք է Լավրովը չասեր, որ մենք իմանանք, դա իմիջիայլոց այսօր չի սկսել։ Արդեն 2 տարի է, հիմա շատ ավելի խորացված, ցանկացած հայտարարություն անողի նկատմամբ քրեական գործեր, ձերբակալություններ, դա ակնհայտ է, կա։ Այս հայտարարությունը ինչ էր ենթադրում կամ այս դիտարկումը ինչ էր ենթադրում։ Ինչ որ բան ենթադրում է, թե ուղղակի մեր տեսադաշտում է սա մեջը։ Մենք տեսնում ենք, դրա համար առանձնապես խելք պետք չի, ինստիտուտներ աշխատեցնելու կարիք չկա, որ ասեն։ Չէ, ոչ թե մենք Լավրովի ասածից իմացանք, որ դա կա, այլ մեզ սպասվում է այդ ոլորտում, այսինքն հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես փչացնելու ոլորտում սրացումներ։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր որ կողմ են արտահայտվում հայ-ռուսական հարաբերությունները եւ խորացնելու այդ հարաբերությունները դրա կողմնակիցներն են իրենց նկատմամբ ըստ ժանրի կանոնների հիմա կարող է չլինի ես չգիտեմ բայց ես ասում եմ դա պարզ է դա տեսանելի է ակնհայտ է մեր բոլորի աչքի առջև պարզ է չէ որ սրբազաններն ինչ են տանում եկեղեցու դեմ արշավ անգամ եկեղեցուն Բարսաշյան եկեղեցականներին մեղադրեցին դրա մեջ գործակալ չգիտեմ ինչ էս ամեն ինչը պարզ է չէ այնքան տեսանելի է եւ Լավրովը որ սա հայտարարում ուզում ասեմ մենք տեսնում ենք հա պարզ է որ բոլորս տեսնում ենք չէ ուզում է ասի որ եթե դուք անցնեք սահմանը եւ հայ-ռուսական այսինքն մանիպուլյացիաներ հիբրիդային բաներ անում են Ռուսաստանի գրպանը եկեղեցին ավիրում են դե հիմա Ռուսաստան չի ասում որ անցել են այսինքն դա ինչ որ մի անցում է այդ անցնել այնպես է լինելու որ չի ասում որտեվ շատ թույլ է եւ այսօր չի կարող շատ ավելի խիստ արտահայտվել կամ ինչ որ խիստ գործողությունների գնալ գազի գինն է մաքսատուրք է չգիտեմ ինչ է դրա համար որտեվ վախենում է կարող է մի քիչ այլ ուղղությամբ գնա դրա համար թե ոչ որտեվ ասելու հարվածը ստանալու է Հայաստանը ոչ ամբողջ ուժգնությամբ Եթե Ռուսաստանը ինքը սրի այդ թեման, ապա Հայաստանը շատ ավելի մեծ ձնագնդի, այսպես էֆեկտով, շատ ավելի մեծ թափով կգնա դեպի կործանում։ Դրա համար Ռուսաստանը դա հասկանում է եւ Հայաստանին այդ կործանման եզրին չդնելու համար ինքը մի քիչ փորձում է հնարավորինս մեղմ արտահայտվել։ Եվ որ ասեց ինչ, ասենք ինչ որ կոշտ հայտարարություններ արեց։ Չէ, դա ենթադրում է ինչ որ շատ ավելի կոնկրետ քայլեր, ազդակներ, չգիտեմ, ինչ որ բաներ, հիմա չասեք, իրենք ներքին գործերին չեն խառնում։ Այսօր աշխարհը կարգը այնպեսին է, որ մարդը վերակենում առավոտը ասում է, ես այն երկրի ուժը պատում, ասում է, ես այն երկրի նախագահն եմ, կամ ուժը պատում, ասում է, իմն է։ Հիմա այս աշխարհակարգում բանը, չգիտեմ, ինչ նորմերով առաջնորդվել, ինչ նորմերով են առաջնորդվում, դուք ասեք, լավ։ Ուրեմն Ռուսաստանի նախագահ եւ ղեկավարության բոլոր ելույթներում ընդգծվում է նաեւ այս վերջերս այդ որ դեսպանները հավատարմագրեր էին հանձնում Ռուսաստանի նախագահին ընդգծվում է ՄԱԿ-ի դերը եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը այսինքն այն որ աշխարհակարգը փլուզվել է ես համաձայն չեմ դրա հետ ԱՄՆ-ն փորձում է փլուզել Ռուսաստանը դա թույլ չի տալիս հիմա պայքար է գնում կփլուզվի թե չի փլուզվի Ռուսաստանի ձեռնտու է պահպանել ՄԱԿ-ի կողմից ստեղծված կանոնները եւ այդ աշխարհակարգը որ ՄԱԿ-ի շրջանակներում կա, որտեղ դա է կարծում եք Թրամփին չի հաջողի դա։ Արդեն քանի երկրի ուղարկել, 50 քանի 8 երկրի ուղարկել։ Կարծում եմ որ ոչ, ինքը ուզում է նախադեպ ստեղծել։ Այսինքն այս խաղաղության խորհուրդը, որ ինքը ձևավորում է, դրա մասին եմ ասում։ Ինքը փորձում է ձևավորել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ալտերնատիվ մի բան, որտեղ ղեկավարը ինքն է։ Ոչ թե միջազգային իրավունքն է, այլ ինքն է, ով կլինի, ով չի լինի, ինչքան պետք է այդ մուծում անեն, որ մտնեն, ինչքան չպետք է անեն, ով իրավունք ունի, ով իրավունք չունի։ Ինքը դա է փորձում հանրային համաշխարհային կարծիքում ստեղծել
որտեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի աշխատում, եկեք այս իմ կողմից ձևավորված խաղաղության խորհրդի միջոցով հարցերը աշխարհում լուծենք։ Ռուսաստանը ասում է ոչ, ես կարծում եմ, որ եթե Ռուսաստանի նախագահը այսպես կարող է կոշտ դեմ չարտահայտվել, բայց ինքը կարծում չի էլ պատասխանի ոչ է կմտնի այդ կազմ, որովհետև այսինքն Տրամպի գլխավորությամբ մտնի այդ կազմ, եթե կա անվտանգության խորհուրդ, որը հենց Ռուսաստանն է ստեղծել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ստեղծողներից մեկը Ռուսաստանն է, Ստալինն է ստեղծել։ Եվ Ռուսաստանը այնտեղ ունի վետոյի իրավունք։ Պարզ է, որ աշխարհում ոչ մի պետություն, այդ թվում նաև եվրոպական պետությունները չեն ուզենա ՄԱԿ-ի այդ աշխարհակարգի փլուզում, որտեղ այդ դեպքում որոշում կայացնողը մի մարդ է լինում, այսինքն մի երկիր, ԱՄՆ-ն։ Լավրովը իդեպ դրա մասին ասաց աշխարհում կանոնները հաստատում է ոչ թե հավաքական արևմուտքը, այլ հենց Միացյալ Նահանգները։ Նորություն ասեց, գյուտ արեց էլի Լավրովը։ Չէ, գյուտ չի արել։ Հա, ինչ։ Ինքը ուզում է ասի, որ մի տարվեք այն, որ ինչ որ այսպես ասենք Եվրոպան անկախ է եւ մյուս բոլոր հեքիաթներին, որ ԱՄՆ-ն փորձում է աշխարհին հրամցնել։ Պայքարը հիմա կատաղի պայքարը այդ երկու մոդելների միջև է գնում։ Եվ Ռուսաստանը դե հաղթող է դուրս գալու, ես կասկած չունեմ, որտեղ միջուկային զենք ունի։ Եթե չունենար, պարտվել էր բարձը։ Այսինքն ԱՄՆ-ն իր արածը անելու էր, դա միանշանակ։ Ուղղակի ԱՄՆ-ն հիմա փորձում է ուժի միջոցով ասել, որ գիտեք ինչ, եկեք այդ ՄԱԿ-ը հիմա իմ համար գոյություն չունի, Ռուբիոն ասաց, չէ՞, ՄԱԿ-ը այդ ինչ, ով է այդ ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Իրենք փորձում են այդ նախադեպ ստեղծել, իսկ դա շատ վատ նախադեպ է, դա համաշխարհային պատերազմի նախադեպ է լինելու, որտեղ այդ դեպքում այն կայունությունը, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունն է ապահովում, դա կխախտվի։ Ինչ որ բանից ոնց որ շեղվեցինք, ինչ որ թեմա ենք խոսում, հետո անցանք ՄԱԿ-ին։ Մտքից թելը կտրվեց։ Լավ։ Նաև ինձ համար մեծ պատիվ է Չենայևանն է խոսել, Ալիևն է խոսել, որ հիմա ուժի գերակայություն է, բան տարօրինակ է, որ Ալիևն է դրա մասին, էլի, բարձրաձայնում Ալիևն է ասում ինքը հենց բան միջազգային հարաբերությունները մտնում են նոր փուլ, ցավոք այս փուլում այլևս գերիշխում է ոչ թե օրենքի գերակայությունը, այլ ուժի գերակայությունը։ Մենք սա հստակ տեսնում ենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում, հայտարարել է Ալիևը։ Դե հենց այդ Ալիևը օգտվում է Տրամպի այդ գործելավոճից։ Եթե Տրամպը իրավունքը իրեն վերապահում մտնել ինչ որ նախագահ։ Չէ, բայց սա որպես բան խնդիր է տեսնում ինքը, էլի, ասում է դա խնդիր է, որ հիմա ուժի տեսանկյունից։ Չէ, ինքը իր համար է ասում։ Այսինքն եթե Տրամպը կարող է Գրենլանդիայի կամ Վենեսուելայի նկատմամբ ուժի դիրքերից խոսել եւ անել։ Ցավոք է ասում, ցավոք մտնում է այդ փուլ ուժի տեսանկյունից։ Ինքը դա բանեցնում է, անում է, բայց այսպիսի հարթակներից ինքը ցավով է դա։ Ինքը իր համար նախադեպ է ստեղծում Հայաստանի նկատմամբ այդ ուժի իրավունքը հարացնելու, բայց ինքը ինչի ասում ցավոք է, այս փուլում է սա։ Բա չի ասելու, ես ողջունում եմ ու վաղնել Դե հիմա այսօր ասի ցավոք վաղը ինքը հարցակվի Հայաստանի վրա։ Այդ ցավոքը վաղը մյուսօր էլ չի լինի։ Հիմա դրա համար է պատկերացնում եք ինչ կլինի, եթե այդ ոչ թե ցավոք լինի, այլ իրականում այդ միջազգային իրավունքը փլուզվի իրականում եւ այս այլանդակությունը նախադեպը ստեղծվի։ Ալիևը խոսել է, ինձ համար մեծ պատիվ է ստանալ Զայեդի մարդկային եղբայրության մրցանակը, այս մեր պատուհասն էլ ստացել եւ ես դա համարում եմ Կովկասում խաղաղության հաստատման մեր ջանքերի ճանաչում ավելի քան 30 տարի տևած արունայողությունից, հակամարտությունից եւ պատերազմից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ, այսօր Հայաստանի Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության։ Այս այլանդակությունը դուրս է տվել եւ այստեղից ոչ մի արձագանք չկա, երկու մարդ ստանում են այսպիսի մրցանակ, մարդկային եղբայրության մրցանակ, երբ որ շարունակվում են Բաքվի բանտում խոշտանգվել մեր հայրենակիցները, ավելին Ադրբեջանի կողմից նաև հայտարարություններ են հնչել, որ դուք այլևս որևէ գերու երես չեք տեսնելու, բոլորը այդպես դատվելու են։ Սա ամենայն հավանականությամբ հաստատվում է այն կարծիքը, որ այս գերիները վերադարձան զուտ նրա համար, որ Թուրքիան ուզում էր ստանալ իր երկու ահաբեկիչներին եւ դրա դիմաց ստացան, այս էլ չեմ ասում թե ինչ վիճակում են, ինչ խոշտանգված վիճակում, ինչպես են շարունակում խոշտանգվել եւ ու այսպիսի բաներ եւ մեր պատուհասն է ինչ որ բաներ ասել եւ սա Ալիևը Դե շարունակում է մնալ Հայաստանի տարածքում, զավթված, օկուպացրել է Հայաստանի տարածքները 1040 կիլոմետրի մասին է խոսքը, որ բարձունքները վերցրել է, գերիներին պահում է եւ այսպիսի
երկերեսանություն եւ այլանդակություն է տիրում եւ Դե ուստի որտեվ, մրցանակեստանում էսի հայտարարություններ ինքը տեսնում է։ մեր կողմից էլ որևէ ձայն ծպտուն չկա, մարդը ասում է այլ դու գերիների երես չեք տեսնելու այնտեղից այդպիսի հայտարարություններ կա, այս մարդը գնում է դեռ համագործակցության, չգիտեմ, ինչ-որ քայլեր, ինչ-որ բաներ ա։ Որտեվ աշխարհում չկա որևէ պետություն, ով ուժեղ պետություն, մեծ պետություն, ով իր վրա է վերցրել այդ ձեր նշած բոլոր հարցերը եւ մեր տարածքների դեօկուպացիան եւ գերիների վերադարձ այդ բոլոր հարցերը լուծելու պարտավորություն չկա։ Տրամպն էլ տեսանք, որ ինքը այդ հարցերի վրա թքած ունի։ Օգոստոսի 8-ին այդ հարցերը ներառված չեն այդ երակողմ հայտարարության մեջ։ Այսինքն Տրամպը, որը մտնում է Գրենլանդիա, որը մտնում է նախագահ է Արևանգում, կարող է, չէ՞, օրինակի համար զուտ որպես իր հնարավորությունների տեսանկյունից ասել ես օգոստոսի 8-ի պայմանագրում ես որպես հայտարարության մեջ ես որպես այս գերտերության ԱՄՆ գերտերության նախագահ այս հարցը ուզում եմ մտնի։ Այո։ Ինքը կարող էր անել դա։ Չարեց, ուրեմն ինքը իրեն դա չի հետաքրքրում։ Ոչ գերիներն է հետաքրքրում, ոչ մեր տարածքների դեօկուպացիան է հետաքրքրում, ոչ 120,000 հայերի դուրս գալն է հետաքրքրում Արցախից, իրեն դա չի հետաքրքրում։ Դե վերջ, այսինքն սա կոչվում է ընկերություն ամերիկյան ձևով։ Հա, լավ էր։ Այսպես են իրենք ընկերություն անում։ Քցել մինչև վերջ, այսինքն երբ որ արևմուտքը հատկապես Միացյալ Նահանգները մի բան են խոսք տալիս, իմացեք անելու են ճիշտ հակառակը։ Եվ աչքը չեն թաղ առանց խղճի խայթի։ Որտեվ ԽՍՀՄ փլուզումից հետո իրենք իրենց զգացին միանձնյա աշխարհի տիրակալը եւ միջազգային իրավունքը սկսեցին հարմարացնել իրենց։ ԽՍՀՄ օրոք ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ն իրար զսպում էին։ Մեկը մյուսին չէին թողում, որ միջազգային իրավունքը, այսպես ասենք, իր շահերին համապատասխանեցնի եւ ծառայեցնի։ Հենց ԱՄՆ-ն մնաց միայնակ, որպես միակ գերտերություն, ինքը սկսեց դա համապատասխանեցնել իր շահերին։ Եվ քանի որ հիմա Ռուսաստանն էլ ոտի է կանգնում եւ ասում է չէ, այդտեղ չի կարող լինել եւ ինքը ըստ էության աշխարհին այդ ՄԱԿ-ի սկզբունքների հիման վրա է հավաքում իր շուրջ, որտեղ ոչ մի պետություն չի ուզում մեկ պետության կանոնով աշխարհը շարժվի, որտեղ վաղը մյուսօր այդ կանոնը իրենց վրա էլ է գալու։ Վաղը մյուսօր ԱՄՆ որևէ նախագահ Տրամպից հետո ենթադրենք կամ հենց Տրամպը մի օր կվեր կենա, եթե այդ կանոնով գործի։ Կասի որոշել եմ այս ինչ պետության տարածքը պետքա վերցնեմ կամ այս ինչ պետության նկատմամբ պետք է տարիֆներ կիրառեմ։ Միջազգային իրավունքում չկա նման բան, դա արգելված է։ Կա պետությունների ինքնիշխանության հավասարության սկզբունք, կա տարածքային ամբողջականության պահպանման սկզբունք միջազգային իրավունքում։ Պատկերացնում եք այդ սկզբունքները փլուզվեն ինչ կլինի։ Աշխարհի տարբեր երկրներում կսկսի ներքին պատերազմներ։ Չգիտեմ, Կատալոնիան կատաղի պատերազմ կսկսի Իսպանիայի կազմից դուրս գալու, Տայվանը կանկախանալու եւ մյուսները։ Ինչու է շարունակում այսպես հիստերիայի մեջ պահել շատերին։ Հա, գուցե այնտեղ ինչ որ բաներ կան անհասկանալի էր, բայց համահունչ այդպիսի ինչքան հայտարարություններ ենք մենք լսել, եթե այսպես իրենց պրիզմայով անցկացնենք, որ մեր ինքնիշխանության դեմ եղել, ինչու նման այդ դեպքում արձագանք չի լինում։ Սալավիովի դեպքը իրենք օգտագործեցին հակառուսական էլ ավելի ուռճացնելու ռուսական միջամտության մասին միֆը, որ տեսեք իբր Կրեմլի պրոպագանդիստ Սալավիով, որ եթե ես համաձայն չեմ, նման բաներ է հայտարարում, ուրեմն դա իրեն Կրեմլից են ասել, որ դա ինքը դա հայտարարի։ Այսինքն իրոք կա իբր կա ռուսական միջամտություն, այդ տեսեք Կալասը ճիշտ էր ասում Եվրամիության ներկայացուցիչ ճիշտ էր ասում, որ իրոք եւ այդ գումարը որ միլիոնները տվել են ռուսական միջամտությունից պաշտպանելու իբր ճիշտ են արել, որտեվ տեսեք Սալավիովը դա ասել է։ Պարզ է, որ ոչ մի հատուկ ռազմական օպերացիա Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանում իրականացնել, բայց ասեմ ձեզ, Ռուսաստանը իրականացնելու է հատուկ ռազմական օպերացիա հետխորհրդային տարածքի համար, բայց ոչ այդ երկրների դեմ, այլ Միացյալ Նահանգների դեմ ստրատեգիական միջուկային իր զորախմբի միջոցով։ Դա անելու է հատուկ ռազմական օպերացիա ինքը իրականացնելու է Միացյալ Նահանգների դեմ։
որ Միացյալ Նահանգները հանգիստ թողեն հետխորհրդային տարածքը։ Այդ դա իրականացնելու է։ Բայց դրան մի քիչ ժամանակ է պետք։ Իմաստ չունի, հասկանում եք, նախ այդքան ռեսուրս չունի ինքը հատուկ ռազմական օպերացիաներ աջուձախ իրականացնելու։ Երկրորդը իմաստ չունի։ Ուկրաինայի դեպքը բացառիկ էր, որտեղ այնտեղ մի քանի 100,000-անոց սահման ուներ, մի քանի 100,000-անոց զորախումբ կար ՆԱՏՕ-ի զենքով միջև ատամները զինված, եւ Ուկրաինան ամենավտանգավոր կետն էր, եւ Ուկրաինան իր պատմական տարածքն է, այսինքն այդտեղ տարբերությունները շատ մեծ են։ Մյուսների նկատմամբ չի պատրաստվում, այսինքն ինքը ԱՄՆ-ի նկատմամբ է այդ հատուկ ռազմական օպերացիան իրականացնելու, որ իր կարմիր գծերը չանցնի։ Եվ դա կարծում եմ 7 սարերի հետևում չի։ 26 թիվը իմ կարծիքով բեկումնային է ելնելու այդ առումով։ Ռուսաստանը նախապատրաստվում է դրան։ Ինքը ունենալով մի շանս եւ այդ մի շանսը օգտագործելու է։ Այսինքն նենց չի, որ փոքր քայլեր է անելու եւ հասնի հաղթանակի։ Մի շանս է լինելու եւ դա օգտագործելու։ Մի քանի երկրներում Չէ, ողջ հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ն որևէ գործունեություն չպետք է ծավալի։ ՆԱՏՕ-ն պետք է դուրս գա հետխորհրդային տարածքին։ Դա լինելու է այն կարմիր գծերից մեկը, որ Ռուսաստանը ԱՄՆ-ը առաջ դնելու է։ Որպեսզի, ասենք, ռուսական հրթիռները չուղղեն նշանակում Պուտինն ինձ ասաց, ես չեմ կարողանում հավատալ, որ դու լուծեցիր այդ հակամարտությունը, նա աշխատել էր դրա վրա ավելի քան 10 տարի, որովհետև Կովկասը նրա տարածքն է։ Ուշադրություն Թրամփի խոսքերից է մեջբերում անում, ասել է Թրամփը կրկին խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին 3 է ասել։ Թրամփը այնքան բան է ասել։ Սկզբում ասում էր Այսինքն չի բացառում, էս էլ սուտ է խոսում, հա։ Պուտինը արդեն համաձայնվել է, ինքը մենք շատ մոտ ենք Ուկրաինայում հրադադարի կնքմանը, այնքան բան ասաց։ Նա չի ուզում, նա այնքան բան ասաց, որ արդեն Թրամփը խաղաղասեր է խաղում, ինքը խաղարարի դեր է խաղում է, որտեվ զենքի մեծամասնությունը տալիս են Միացյալ Նահանգները, ուղիղ կամ Եվրոպայի միջոցով, հետախուզական տվյալների մեծամասնությունը տալիս են Միացյալ Նահանգները, որտեղ արբանյակները մեծամասնությունը իրենցն է, որովհետև ԱՄՆ-ն է պատերազմ վարում Ռուսաստանի դեմ, բայց ինքը ուզում է համաշխարհային կարծիքում երևալ խաղաղարար, այսինքն այդ առումով Բայդենը ավելի ձեռնտու էր Ռուսաստանին, որտեղ Հա, դուք նախկինում էլ էիք ասում, ասում եք խաղաղարար Թրամփին չի կարելի սպառնալ, երբ որ աշխարհը Թրամփին ընդունում է որպես խաղաղարար, խաղաղություն բերող, մեծագույն լիդեր եւ այլն։ Դե ասում ես խաղաղություն եմ բերում, ես Գրենլանդիան ինչի համար եմ ուզում, որովհետեւ կայսերապաշտական նկարտումներով Չինաստանն ու Ռուսաստանը կվերցնեն բան, կխլեն դա ձեզանից։ Տեսեք ոնց է ներկայացնում։ Ասում եմ ես բանում Մադուրոին հո չգնացի հանուն մեզ, գնացի հանուն նաև այդ ժողովրդի, չէ, ի բարօրություն, 365 երկրում փաստորեն խաղաղություն է։ Ինքը ուզում է նախապատրաստվել ապագա միջուկային ճգնաժամին, այսինքն իր հակաօդային պաշտպանության միջոցները Գրենլանդիայում տեղադրել, որը իրեն լրացուցիչ պաշտպանություն կտա միջուկային զենքից։ Եվ դա պարզ է, բայց նաև մյուս կողմից փորձագիտական տեսակետ կա մոտեցում, որ ինչքան այսպես սեղմում է, այսպես է իրեն պահում Թրամփը, այդքան աշխարհը թեքվում է դեպի Չինաստան։ Ավելի հասկանալի, ավելի բան երկիր, պետություն եւ ղեկավարություն։ Չէ, աշխարհը թեքվում է դեպի Ռուսաստան, ոչ թե Չինաստան։ Չինաստանը իրավասու չէ։ ԱՄՆ կողմից ստեղծված համաշխարհային այդ համակարգը, որը իրեն տվել է համաշխարհային տիրապետություն, բայց ռազմական առումով միակը Ռուսաստանն է։ Տնտեսական էլ չի կարող։ Տնտեսական առումով չի կարող։ Ասեմ ինչու, որովհետև ԱՄՆ-ն ավելի շատ սպառում է, քան արտադրում։ Բայց այդ դեպքում հարց ինչի հաշվին է ԱՄՆ-ն ամենահարուստ պետությունը համարվում, որովհետև ուրիշներից է թալանում։ Ինչի հաշվին, օրինակ, արժութային ռեզերվների հաշվին, որոնք օրինակ Ռուսաստանից մի քանի 100 միլիարդ գողացան։ Իսկ դուք գիտեք, որ Չինաստանը դրանից ունի 3.3 տրիլիոն դոլար։ Աշխարհի ամենամեծ արժութային ռեզերվները Չինաստանը ունի։ Անցած տարի Չինաստանի կենտրոնական բանկը 137 միլիարդով ավելացրել է իր արժութային ռեզերվները։ Այսինքն 137 միլիարդ նվեր է տվել Միացյալ Նահանգների բյուջեին եւ համաշխարհային ֆինանսական համակարգին։ Ինչի համար է պետք Միացյալ Նահանգներին ծնկի բերել Չինաստանի տնտեսությանը, եթե ինքը տարեկան 137 միլիարդ փող է իրեն օթից նվեր տալիս։ Ամեն այլ բան է պետք, որ իր կողմից ստեղծված համաշխարհային տիրապետության, այդ թվում նաև ֆինանսական համակարգը չփոխվի,
ռեֆորմների չենթարկվի, չդառնա արդար համակարգ, որը կծառայի բոլորին, այլ ծառայի միայն իրեն։ Դրա այդ փոփոխությունների շարժիչ ուժը Ռուսաստանն է եւ ինքը փորձում է դրա շուրջ իր կողքը հավաքել նաեւ մյուս պետություններին, որոնք ուզում են եւս արդար համաշխարհային համակարգում ապրել, ոչ թե թալանվել եւ սպասարկել բեկալ պետության։ 1.5 միլիարդ մարդ աշխատել է Չինաստանում, որ 137 միլիարդ նվիրի Միացյալ Նահանգներին։ Ինչի պետք է Միացյալ Նահանգները ծնկի բերի մի պետության տնտեսությունը, որը իրեն, այսպես ասենք, օթից փող է նվիրում։ Իմաստ չկա։ Հենա թող աշխատեն այդ 137 միլիարդը նվիրեն։ ԱՄՆ-ում այդքան մարդ չկա, որ Չինաստանի նման չափ ապրանք կարողանա արտադրել։ Հենա չինացիները աշխատում են։ Ռուսաստանի մի քանի 100 միլիարդը չգողացան տարան։ Ռուսաստանը 30 տարի նավթ է արտահանում, հանում իր ընդերքից։ Մեծ մասը գնում էր ԱՄՆ բյուջե, օֆշորներով եւ այլ միջոցներով, էմիսիայով, ռուբլու էմիսիայով եւ այլն։ 2000-ականներին օրենք կար Закон о разделе продукции, որով ընդհանրապես մեծամասնություններ գնում դուրս։ Պուտինը դա այդ օրենքը չեղյալ համարեց 2000-ականներին, մի քիչ այսպես եկամուտ սկսեց գալ, բայց միևնույնն է, էլի համակարգն է այդպեսին։ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսը ինչքան է Ռուսաստանում? 16%։ Ինչի, որտեվ ինքը ամերիկյան ֆինանսական համակարգն է։ Իրանի շուրջ ներքին խժդժություններ, հայտարարություններ, սպառնալիքներ, որ կհարձակվենք, նույն ժամանակահատվածում նորից թարմացներ Գրենլանդիայի թեման, դա ուղղակի պայմանավորված էր այն ամենով, ինչ որ ստեղծել էր Վենեսուելայի շուրջ, որպեսզի դա մարի, թե նորից առևտրի մեջ մտնի, այ տեսեք, եթե դուք այդ թեման խոսեք, ես Գրենլանդիայի թեման կբարձրացնեմ։ Եվ ոնց որ թե Թրամփին հաջողեց։ Օրինակ Մակրոնի նամակի մեջ Մակրոնն ասում է, այ Իրանի հարցում մենք կարող ենք նստել բանակցել, միայն թե Գրենլանդիան հանգիստ թող։ Սա ծրագրավորված, պլանավորված բան է, որ եւ իրականում եթե լրահոսին էլ հետևում ենք, Վենեսուելայի թեման այդ առևանգված բան նախագահի մասին գրեթե լրահոսում բան չկա, ոնց որ թե փակվեց այդ թեման։ Տրամփը դրա մասին էլ ասաց Եվրոպան թող զբաղվի ոչ թե Գրենլանդիայով, այլ Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմով։ Այսինքն տեստավել եմ, թե գործը գնացեք զբաղվել։ ԱՄՆ-ն շարունակում է պատերազմել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իր զենքով, իր հետախուզական տվյալներով, իր ինստրուկտորներով։ Բայց որպեսզի այդ թեման, որ ինքն է պատերազմի կողմը, ոչ թե Ուկրաինան, այդ թեման համաշխարհային հանրային կարծիքում լռեցվի, ինքը հորինում է տարբեր այլ թեմաներ։ Դա եմ ասում, էլի սա է։ Իրան, Գրենլանդիա, Վենեսուելա, որ աշխարհը խոսա, ոչ թե ասի, որ ԱՄՆ, բայց դու ես պատերազմում, դու դադարեցրու ֆինանսավորումը, զենքի մատակարարումը Ուկրաինական կոնֆլիկտը կվերջանա օրերի ընթացքում, որտեղ զենքը կվերջանա, զինամթերքը կվերջանա, ռուսական զորքը արագ կհասնի Կիև, որտեղ զենք չեն ունենա կռվելու։ Այսինքն ԱՄՆ-ից է կախված, ստիպի Եվրոպային, որ իրենք դադարեցնեն մատակարարումները։ Այդ ժամանակ կհամարենք, որ ԱՄՆ-ն իրոք ուզում է դա կանգնեցնել, բայց ինքը դա չի ուզում, ինքը ուզում է շարունակել, ինքը հույս ունի, որ երկար կտևի, որ Ռուսաստանի ռեսուրսները մի օր չեն հերիքի, կսկսի ճակ տալ եւ այլ։ Բայց որպեսզի այդ թեման շեղում է Գրենլանդիայով, Վենեսուելայով, Իրանով, ինչու իր, չգիտեմ, 8, 9, 10 Շատ լավ։ Խաղաղություն բերած։ Որ Թրամփը ինչ ասես կարող է ասել։ Սա էլ էր պատահական, որ Կովկասը լինելով իր տարածքը, այնուամենայնիվ ես կարողացա 10 տարի զբաղվում եմ, չկարողացավ այդ հարցը լուծել, բայց այդ հարցը ես լուծեցի։ Ինքը հարց չի լուծել։ Ինչ հարց է լուծել։ Չէ, ինքը հարց չի լուծել, այդ պարզ է, որ այդ հարցը չի լուծվել, ավելին ես արդեն երկու օր մեջբերում եմ անում, որ եւ Զատուրինի խոսքը եւ Վարդան Օսկանյանի, որ իրականում ինչ է տեղի ունեցել, այսինքն մեր տարածքը տվել է, նվիրել է ուրիշի եւ լավ էր ասել Վարդան Օսկանյանի, եթե լուր այնտեղ բանակցող մարդ էլ չեն նստածել, մի հատ ինչ որ իր տարածքին տալիս, մի հատ ինչ որ կրճոն այդպես էլ ասել էր կտային, էլի ոնց որ ասենք հիմա տվել են իբր թե Նիկոլը Վանաձեռբեր, մի հատ կրճոն ինչ որ գցել են, բայց իրականում մեր տարածքը նվիրաբերվել է, որպեսզի իր երկու հատվածները կապվի իրար հետ, ճանապարհ տվել, ես իմ քանի տարվել, ընդ որում դեռ ասում Ամերիկան էլ բան չի շահել, համաձայն եք դրա հետ, որ օրինակ Վարդան Օսկանյանն ասում էր Ամերիկանը բան չի շահել, նաև Զատուրինի ասածը, որ
այս ամեն ինչը մեծ հաշվով կապիկություն է, որ իբրև թե առաջարկում ենք, որ Ռուսաստանն է գա այս տարանցիկ բան ճանապարհներից օգտվի եւ այլն, սա շատ բան տեսնում էր նույն ձեռագիրը, ինչ որ արեցին Արցախի հանրապետության հետ կապված, հրավիրեցին, որ ռուս խաղաղապահները գան պայն, հետո գնացին հետևից Արցախը ծախեցին, հետո այնուամենայնիվ հիմա մեր հանրության երևի մոլորվածների, չգիտեմ, կեսը կամ կեսից մի քիչ մտածում են, թե Ռուսաստանն է այդտեղ մեղավորություն ունի, որ Արցախը այսօր Նիկոլը նվիրել է Ադրբեջանին։ Դե Տրամպը իրեն զգում է աշխարհի ղեկավար, Միացյալ Նահանգներն են աշխարհի տեղակալ եւ այդ սկզբունքով էլ առաջնորդվում է եւ իր բոլոր հայտարարությունները անում է։ Կուզի կասի, որ 10 հակամարտություն է լուծել 100, 1000 Հիմա 300 քանիսի վրա կանգնեց, 360 քանիսի վրա կանգնեց, 365 տեղ։ Իրականում ինքը մենք մտածում ենք ինքը տենց ինչ որ տենց հիմար բաներ է խոսում, ոչ։ Ինքը, այո, ինքը աշխատանքներ է տանում ռեալ, այսպես ասած, ՄԱԿ-ի դերը ՄԱԿ-ին հեղինակազրկելու, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ հեղինակազրկելու, որը միակ վայրն է, որտեղ կարող են կայացվել որոշումներ, որը կարող է բխել բոլոր պետությունների շահերից եւ կայունություն բերել աշխարհում։ Այլ հարց, որ ՄԱԿ-ը հիմա էֆեկտիվ չի աշխատում եւ Ռուսաստանը ձգտում է այդ էֆեկտիվությունը հետ բերել բարձրացնել։ Այլ հարց։ Բայց եթե ՄԱԿ-ի կանոնները վերանան, աշխարհում արունալի քաոս է տիրելու։ Պատերազմներ են լինելու ամեն տեղ, որտեղ կանոն չկա։ ՄԱԿ-ում կա կանոն, ինքնիշխանություն։ Կհաջողի Թրամփին, թե այն անունը ՄԱԿ-ում չի հաջողի, որտեղ ինքը պետք է Ռուսաստանի Եվրոպան ու Չինաստանն էլ, շահագրգիռ չեն որ։ Իհարկե, պատկերացնում եք, հիմա Չինաստանը կռիվ ատալիս, որ Թայվանին հետ բերի, փաստացի։ ՄԱԿ-ը չի ճանաչել, բայց Թայվանը փաստացի անկախ է իրենից, չի ենթարկվում։ Հիմա իսկ միջազգային իրավունքը ասում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմում քո տարածքում գտնված տարածքները քոնն են, ոչ մեկ իրավունք չունի քեզնից օտարելու։ Ինչ երկրորդ համաշխարհային պատերազմով ֆիքսվել է, դա է։ Բայց պատկերացնում եք, այդ սկզբունքները փլուզվեն։ Ինքը կորցնելու է։ Թայվանը կասի, վերջ, փլուզվեց, կանոններ չկան, ԱՄՆ-ը ես քո դաշնակիցն եմ, հա։ Դե արի ես փոխվեմ Չինաստանից, ինչ միջազգային իրավունք, ինչ ինքնիշխանություն, ինչ տարածքային ամբողջականություն, փոխվեմ անկախանամ։ Պարզ է, որ Չինաստանը դա ձեռնտու չի։ Եվրոպական շատ պետություններին էլ ձեռնտու չի։ Իսպանիային ձեռնտու է, որ Կատալոնիան դուրս գա։ Պատկերացնում եք նախադեպ լինի, երբ որ ով որտեղից ուզի ուզենա դուրս գա։ Կատալոնիան զենք կվերցնի, ասի ես դուրս եմ գալիս Իսպանիայի կազմից զենքով, արունով։ Բանում Ֆրանսիայում էլ սեպարատիստական շարժումներ կան, Մեծ Բրիտանիա, աշխարհում ամենտեղ կան, որտեղ մատները դնեք կա։ Իսկ այդ քաոսի չվերածվելու գրավականը դա ՄԱԿ-ի կանոններն են։ Այդ դա է ուզում Միացյալ Նահանգները փոխի, որ երբ որ ուզենա իր ուզած ձևով վերաձևի համաշխարհային քարտեզը։ Դրա համար են անում։ Իսկ Ռուսաստանը ասում է, չէ, տենց չի լինելու եւ դրա գարանտը լինելու եմ ես եւ իմ միջուկային զենքը։ Ու ինքը հասունացնում է իրավիճակ, երբ որ ԱՄՆ-ին կստիպի, որ նա գա նստի եւ ստորագրի միջազգային իրավունքին հավատարմության ուխտապահելու իրենց պատրաստակամությունը։ Բայց ավելին ասեմ, այդ տեքստը արդեն գրված է։ Ռուսները արդեն գրել են այդ որ ԱՄՆ-ի հետ ստորագրեն։ Մնում է ԱՄՆ-ին վախով համոզեն, որ ինքը գա նստի։ Բայց քանի որ դա հենց այնպես չի գա, ուրեմն մեզ սպասվում է լուրջ էսկալացիա։ ԱՄՆ Ռուսաստան, որի արդյունքում նոր ԱՄՆ-ն վախից դրդված հետ քայլը անելու է։ Դա չի նշանակում, որ ԱՄՆ պետություն վերանալու է, ուղղակի անելու է։ Մինչ այդ, ըստ ձեզ, պիտի Ռուսաստանը ասում եք հետխորհրդային երկրներում, ինչպես ասեցիք, հատուկ ինչ գործողություններ։ Հատուկ ռազմական գործողություն, չէ, հետխորհրդային տարածքում ինքը ոչինչ չի անելու, չի պատրաստվում։ Չէ, դուք ասեցիք Ռուսաստանը պատրաստվում։ Չէ, անելու է հատուկ ռազմական գործողություն հետխորհրդային տարածքի համար, բայց ԱՄՆ դեմ, ոչ թե հետխորհրդային տարածքի պետությունների դեմ։ Ինքը ԱՄՆ դեմ է այդ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու, բայց ոչ սովորական սպառազինություններ օգտագործող զորախմբով, այլ ստրատեգիական միջուկային զինատեսակները աշխատացնող իր զորախումբն է դա անելու։ Մեծ հաշվով այս ամեն ինչը, որ արեց մեր Միջանցքի հետ կապված, ինչն էր Միացյալ Նահանգների նպատակը։ Նպատակը հետևյալն է։ Իդեպ Ջեֆրի Սաքսը ասում էր, դուք այսպես մակերեսային չնայեք, որ իբրև թե Թրամփը եկավ, այդպես որոշեց բան, դա խորքային ամերիկյան պետության հեռահար ծրագիրն է եղել վաղուց մշակված, ինչու։
որտեղ Չնայած մեր ամբողջ քարոզչությունը այնպես է ներկայացնում, որ Ամերիկան մեզ փրկեց մոտավորապես, չգիտեմ, ազատություն տվեց 1000 տարի չէինք ունեցել այդ ազատությունը եւ այս միջանցքը, որ նվիրեց Ադրբեջանին եւ Թուրքիային, այդտեղից սկսում է հայ ժողովրդի ազատագրումն ու երջանկությունը։ Որտեղ հավաքական արևմուտքին պետք է պատերազմ Ռուսաստանի դեմ ուրիշի ձեռքերով։ Ուկրաինային իրենք 30 տարի, 33 տարի պատրաստեցին այդ պատերազմի եւ 5 տարի առաջ ուկրաինացիները չեն պատկերացնում, որ այսօր այս իրավիճակում է լինելու, նույնիսկ 5 տարի առաջ։ Պուտինն չէր պատկերացնում։ Պուտինը լավ գիտեր դրա մասին։ Չգիտեր, Պուտինը որ ասում էին Ուկրաինա ուտել, ասում էին ինչ է։ Դա գիտեր, հո չի ասելու, ես սկզբից ամեն ինչ սկզբից իմացել եմ։ Իհարկե գիտեր։ Ինքը գիտեր, Պուտինը գնում էր Կիև են հույսով, որ պետք է գեներալիտետը հաջորդ օրը թեքվի իր կողմ եւ ամեն ինչ ավարտի։ Գիտեր, որ դա վերածվել է պատերազմի։ նման հույս չի եղել, դա եղել է։ Ինքը հայտարարություն արեց, որ ես սպասում եմ ռազմականի կողմից հիմա հայտարարություններ կլինի, ի՞նչ է նշանակում, որ նշանակում է, որ կամ այդպիսի ինֆորմացիային տվել կլինի իրանց հետախուզությունը, հա, այդպիսի ինֆորմացիա էր տվել։ Լավ, դե ես այլ կարծիք ունեմ։ Եվ հետեւաբար Ուկրաինայի կողմից իրեն կարողացան նախապատրաստել, բայց իսկ ով է ասում, որ Հարավային Կովկասի ուղղությամբ, միջինասիական պետությունների ուղղությամբ արևմուտքը չի պլանավորում նույնը անել։ Միջինասիական պետություններում բավական տարածված են նացիոնալիստական, հակառուսական շարժումները։ Օրինակ 3 ասացին, որ որոշում են փորձում կայացնել եւ ամենայն հավանականությամբ ամենատեպս դրա վրա աշխատում են Ղազախստանում, որ պիտի, չգիտեմ, սկզբում եղել է 50-50, հետո 40-60-70%, հիմա հեռուստա կանալներից այդ ռուսական այո, դա այդ տենդենսը, այո, այդ տենդենսը կա ու հիշեցնում են, որ ամեն ինչ Ուկրաինայում սկսեց դրանից։ Դա շարունակվելու է։ Հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանին ավելի շուտ մի քիչ զինված ուժերը փոխվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներով, որպեսզի վաղը մյուս օր, երբ որ ՆԱՏՕ-ն պատրաստ լինի Հարավային Կովկասի ուղղությամբ հարվածային բռունցք կազմել եւ հարվածել Ռուսաստանի սահմաններին, հարավից հյուսիսային Կովկասի կողմից 3 հանրապետությունների բանակները պատրաստ լինել ՆԱՏՕ-ի հրահանգիչների հրամանով կռվել ռուսական բանակի դեմ։ Սա է միակ պատճառը։ Հետևաբար, պետք է այն տարանցիկ ճանապարհները, որ անցնում են, պետք է լինի արևմուտքի ԱՄՆ վերահսկողության ներքո, որ ՆԱՏՕ-ն կարողանա զենք զինամթերքը շատ արագ այդ ճանապարհներով եւ գրոհայիններին եւ մյուս բոլոր բաները այդ ճանապարհներով հասցնել, ասենք, Եվրոպայից Միջին Ասիա եւ հակառակ ուղղությամբ, որ Ռուսաստանի դեմ պատերազմը կարողանա լավ էֆեկտիվ վարել։ Բայց Ռուսաստանը չեմ կարծում, որ ինքը սпасելու է եւս մի քանի տարի, միջև որ այդ ամեն ինչը արևմուտքը կհասունացնի։ Ինքը ավելի շուտ կպայմանավորվի։ Շատ լավ, եւ 3 հայտնի դարձավ, որ մի քանի թեմերում նորից ահաբեկչությունը շարունակվում է, ուժայինները անցել են գործի, շատ կոնկրետ, հա, քահանաների հետ կամ զրույցներ են ունենում, կամ սպառնալիքների տեսքով, հիմնականում եւ որոշ քահանաներից մեկը այսօր խոսել, 3 էր խոսել, թե այսօր աղջիկներ ասել էր, 3 խոսել է, ասել է, որ իրեն 2 օր ժամանակ են տվել, պիտի կամ գա այս կողմ տիրադավների, դավաճանների, հուդաների Նիկոլի ստեղծած այդ թիմի դավաճանների կողմ, կամ ինքը պիտի ազատի եկեղեցին։ Բառից բուն իմաստով օկուպացվում, թշնամու կողմից գրավում են եկեղեցիները, հատ ինչ պիտի արվի։ Հիմա հոգևոր բան է, խորհուրդ է լինելու, խորհրդի նիստ է լինելու, նշանակել է Շվեյցարիայում, կարծեմ որոշել են հիմա նորից ինչ որ հայտարարություն են արել, որ մի արեք դա, այս տիրադավները դրա դեմ ինչ որ հայտարարություն են արել, այսպիսի իրավիճակ է։ 4 սրբազաններն շարունակում են փակված մնալ։ Դե ավելի վատ նախադեպ եղավ, երբ որ դատարանը որոշում կայացրեց այդ Մասաչուսեթսի թեմի առաջնորդին նախկին, այսպես ասենք, առաջնորդին վերականգնել իր պաշտոնում, հենց դրա համար են ուզում են կանոնադրություն ընդունել եկեղեցու, որ դատարանը որոշի այս թեմի առաջնորդը համապատասխանում է կանոնադրությամբ։ Դե հիմա բան Նիկոլի ասած ուր մնաց, ասում էր բան միջամտում եք բան գործերին եկեղեցականներին էր, հա, մեղադրում, բարես բուն իմաստով, հա, հիմա մտել է միջամտում է եւ իր դատարաններով, իր հրահանգներով, հրամաններով մտնում եւ խոշտանգում են։ Այսինքն վաղը խոշտանգում չէ, ահաբեկում են։ Դա նշանակում է, որ վաղը մյուս օր այդ նախադեպի դեպքում վաղը մյուս օր ամենալրջությամբ ասում են, որ դատարանները իրավունք են ունենալու որոշել, թե ով պետք է լինի ԱՄՆ հայոց կաթողիկոսը, որտեղ եթե
հայրաքելական եկեղեցին ստանում է կանոնադրություն, այսինքն դառնում է ՀԿ, օրենքի տեսանկյունից դառնում է ՀԿ, կրոնական կազմակերպություն։ Ինչով է տարբերվում ՀԿ-ն, ասենք այդ դեպքում ՀԿ-ից։ Այդ դեպքում ուրեմն ՀԿ-ն գրանցված է Արդարադատության նախարարության կողմից կանոնադրությունը, հետևաբար ենթարկվում է դատարաններին եւ դատարանները կարող են որոշել, եթե այդ կանոնադրության մեջ սահմանվում է այսպես կոչված հոգեվորականի եպիսկոպոսի թեմի առաջնորդի վարքի կանոնները, ուրեմն ինչ-որ մեկը կարող է դիմել դատարան, ասել կանոնադրությամբ չի համապատասխանում, այսինչ թեմի առաջնորդը չափանիշներին, թեմի առաջնորդ լինելու չափանիշներին։ Դատարանն է որոշում կայացնի, որ ինքը պաշտոնում իրավունք չունի լինելու։ Այսինքն սա նախադեպ է ստեղծվում եկեղեցին օրենքով կառավարելու եւ ծնկի բերելու։ Եվ այսինքն ինչ պետք է արվի։ Այո։ Դե ես իմ կարծիքը ասել եմ, պետք է ճնշում գործադրվի այն պետությունների կողմից նկատմամբ, որոնք որ հանդիսանում են այս գործընթացի պատվիրատուները։ Այսինքն ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Եվրամիություն։ Այսինքն այդ դա էլ էր թատրոն, որ պիտի ով էր գալու այստեղ Թրամփի որդին էր, ինչ էր հետո ասեցին, չէ, քանի որ դուք եկեղեցու նկատմամբ։ Հենց այս ինֆորմացիա գնաց եկեղեցու նկատմամբ sense ճնշումներ կա, մենք չենք լինի։ Ուրեմն այդ այսինքն այս հարցում էլ Թուրքիան ու Միացյալ Նահանգները Նիկոլի այդ ձեռքի տված ահաբեկում են հայ առաքելական եկեղեցին։ Տրամփին Միացյալ Նահանգներին չի հետաքրքրում, ինքը թքած ունի գերիների, հայ առաքելական եկեղեցու, կլինի, չի լինի։ Իր համար կարևորը Ռուսաստան իր համար մեկ հակառակորդին ծնկի բերելն է։ Հիմա դրա այդ արանքում կզոհաբերվի եկեղեցին։ Այս միջանցքով կշրջափակեն, գերիները, Հայաստան ոչ չի հետաքրքրում դա իրան։ Ինչպեսի քարոշությունն են, ես ներկայացնում եմ որպես դարի նվեր հայ ժողովրդին, ինչպես հայ ժողովուրդը կարող է իր տարածքները նվիրաբերել իր թշնամիներին եւ դրանից հետո բառից բուն իմաստով մի դար երջանիկ ապրել։ Ուրեմն իշխանությունները Հիմա քիչ մնա հետո կասեն, գիտեք ինչ երջանկություն էր որ գնացին 10,000-ը զոհվեցին։ Ինչ երջանկություն էր որ Արցախը նվիրեցին։ Ինչ երջանկություն է որ այնտեղ գերիներ ունեինք։ Ինչ երջանկություն, sense որ շարունակվի, այտենց այդ տոնայնության մեջ է, էլի։ Իշխանությունները այդ փաստաթուղթը ցույց են տալիս, որ ստորագրեն ԱՄՆ-ի հետ։ Ասում են, տեսեք, քանի անգամ նշված է Հայաստանի ինքնիշխանության մասին։ Հիմա հարց եմ տալիս, եթե այլ պետություն լիներ հակառակ կողմում, ԱՄՆ-ն չլիներ, կարող է ասել լավ է, դրական է որ նման բաներ նշվել է, բայց եթե մի պետություն, որը ոչ մի պետության ինքնիշխանությունը չի հարգում, մտնում է այլ պետություն ընտրված նախագահ է առևանգում, ասում է Գրենլանդիան կվերցնեմ եւ այլն, այսինքն չի հարգում։ Փոքր Հայաստանը ինչա որ իր ինքնիշխանությունը հարգի։ Այսինքն նշանակում է ԱՄՆ-ն քցելու է իրեն հարմար պահի թքելու է բոլոր իր պարտավորությունների վրա Հայաստանի ինքնիշխանությունը հարգելու եւ Հայաստանին կանգնեցնելու է փաստի առաջ։ Հայաստանն է ստիպված ելնելու, ասի Ռուսաստան, դիմելու է Ռուսաստանին, ասի Ռուսաստան, ԱՄՆ-ն ինձ քցեց։ Այ դու ճիշտ էր որ ասում էր որ գցելա։ Մի բան արա տակից դուրս գամ։ Այնտեղ Էրդողան հոպարին կասեն, իսկ Էրդողան հոպարը Ալիևի հետ միասին մենք գիտենք ինչ է անում հայ ժողովրդի հետ։ Էրդողանն էլ է գցելու մեջ մասնակցելու։ Չէ, գցել իրանց մասին եմ խոսում, ես երկրի մասին չեմ խոսում։ Եվ այո, պետական պարտքը աճում է, ինչ որ մի հատ խնդրում եմ ուշադիր էլի։ Մի հատ էս անբարոյականության չափը կրկնապատկել են մեր արտաքին պարտքը, ինչ է ասում ֆինանսների նախարարը։ Այո, պետական պարտքը աճել է, ինչ որ միլիարդից վերածվել է 1 ուրիշ միլիարդի։ Հասկանում եք, sense բան է, էլի։ Կրկնապատկել է, sense բանով խոսում է։ 10 միլիարդ էս կողմ, 10 միլիարդ են 10 միլիարդ էս կողմ, 10 միլիարդ են կողմ, բայց մենակ ասենք դուք ով եք էլի, մի հատ ընդհանրապես ուստի եսի մարդ եք, ով եք, ինչ եք թոշակառուներ։ Կարող գիտեք, պետք է ձեր համար այդ 127 դրամն էլ որ բարձրացրել ենք ձեր թոշակը, գնացեք ձեր համար երջանիկ ֆրֆրացեք, բայց ասենք մենք էս միլիարդները էս կողմ, մեր կայֆերը, քեֆերը, չգիտեմ ինչեր են կողմ, էս լրիվ ուրիշ բաներ են, էլի մենք ուրիշ միջավայրում ենք։ Եվ նաև հիմա այս բանը մի հատ բուժքույր կար, որ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ էր դարձել, այ ողբամ, չգիտեմ ում, ողբամ ինչ ասեմ, ԱԺՔ պատգամավոր պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարականին դիմում է ներկայացել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից եւ չի ընդգրկվի առաջիկա ընտրություններին ԿՊ ցուցակում։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան գրառմանը։ Գիտեք, անցնում է
հաստակավոր թոշակի։ Տեսեք, այնքան սա Լավ գործ է, հիմա թոշակի որևէ ալու։ բան չունի, նշանակություն չունի, ոչ մի բան չունի, որովհետև սակայն ինչ տարբերություն է, որ sense մի հատ ինչ-որ մտավոր հետամնացների կամ չգիտեմ փողոցից եկածների ինչ-որ խումբ, սա կլնի, լուլու կլնի, նա կլնի, որևէ նշանակություն չունի։ Սա որևէ բան չի նշանակում, էլի, որ ոչ մի չի փոխվում։ նա է, ոչ բացարձակ, այնպես որ մինչև մի առողջապահությունը իր շնորհիվ այնպես մի բուրան զարգացում էր ունենում նմանապես։